Ողջույն բոլորին, ժամանակն է եկել բանջարը պահածոացնելու կամ թթու դնելու։ Ինձ մոտ ես ձեռք եմ բերել քեղ են ասում, ծակ քեղ, քանի որ քեղի երկու տեսակ կա, խուլ քեղ և ծակ քեղ։ Սա ծակ քեղն է, բայց նաև մեր մուշիկով մի ժողովուրդը ասում են բլդխան։ Ամենայն դեպս ինչպես անվանեն, շատ համեղ է, թթուն շատ ենք սիրում։ Դրա համար այսպես վերցնում ենք չօգտագործված խոհանոցային սպունգ և մի լավ սպունգով մաքրում ենք, լվանում ենք հոսող ջրի տակ։ Որքան հնարավոր է մանրակրկիտ լվանում ենք։ Լավ լվացել եմ, շատ մանրակրկիտ պետք է լվանակ, որովհետև այս բույսը աճում է այնտեղ, որտեղ ջուր կա։ Իսկ այդտեղի հողը կպչուն է, տիղմոտ է, մանրակրկիտ լվացել եմ, կտրատել եմ, մոտավորապես ինչպես կցանկանաք, այս չափը շատ հարմար չափ է։ Հիմա պետք է խաշ տանք սրանք, ընտրում եմ գրեթե նույն չափի, նույն հաստությամբ, եթե սրա հետ ես խաշեմ սա, այսպես ասած, այսպես մատղաշները, սրանք ավելի շուտ կխաշվեն ու կլղկվի, մինչև որ սա խաշվի։ Դրա համար աշխատում եմ համաչափ հաստությամբ ընտրել։ Ջուրը եռում եք, թփում եք, այսպես, չենք թողնում շատ եփվի։ Ահա ինչպես ենք ստուգում, որ պատրաստ է, թեթև սեղմում ենք, տեսնում ենք, որ արդեն փափուկ է։ Ցանցի օգնությամբ հանում ենք տաք ջրից, անմիջապես մխրճում ենք սառը ջրի մեջ։ Դա շատ կարևոր է, անմիջապես սառը ջրի մեջ ենք լցնում։ Խաշեցինք, սառը ջրի մեջ դրեցինք, սառեց, հետո դատարկել եմ, տեղավորել եմ, ես այսպիսի տակառի մեջ եմ տեղավորել։ Դուք տեղավորեք այնպիսի ամանի մեջ, ինչպիսին ձեզ հարմար է։ Հիմա պետք է լցնեմ եռման ջուր, եռման աղաջուր, այսինքն 1 լիտր ջրին ես լցնում եմ 2 ճաշի գդալ աղ։ Հիշեք, ջուրը պետք է քփքփան լինի։ Մի մաքուր շոր են գցում երեսին, որպեսզի ես այսպես թթու եմ դնում, 1 շաբաթից իմ հաշվարկով արդեն թթուն պատրաստ կլինի։ Որպես ծանրոց ես օգտագործում եմ ջրովլի կաթը։ Եվ հիմա այս տակառի բերանն էլ կփակեմ, կթողնեմ 7 օր։ 3 կամ 2 օրը մեկ պետք է տակնու վրա անել։ Անցել է 10 օր, ինձ թվում է 7-րդ օրը կարող եմ տակառի միջից հանեմ, բայց անցել է 10 օր, այնպեսի թթու է ստացվել, չնայած մենք արդեն մի 3 օր է օգտագործում ենք, մի անմահական թթու է ստացվել։ Ընտիր, չգիտեմ որ մեկը ցուցադրեմ, նայեք, տեսեք ինչ լավն են։ Եվ հիմա ես պետք է մի հատ ողողեմ սա, աղբյուրի ջրով մի հատ ողողում եմ։ Ողողեցի բանջարը, հիմա պետք է տեղավորենք ապակե տարաների մեջ։ Ես ասեմ, որ թթվի ջուրը թափել եմ, որովհետև թթվի ջուրը պղտոր է լինում, կարելի է դա էլ եռացնել, լցնել բանկաների մեջ բանջարի վրա, բայց պղտոր է լինում, ավելի լավ է նոր աղաջուր կբռնացնենք, ավելի մի քիչ թույլ է և կտեղավորենք տարաների մեջ։ Ահա մի տեսեք, գույնը որքան լավ, շողշողում է, շողշողում։ Տեղավորեցի ապակե տարաների մեջ և մի փոքրիկ մաս էլ այսպիսի ամանի մեջ եմ տեղավորել, որ վրան աղաջուր լցնեմ և սառնարանում դնենք, ընթացքում ամռանը կօգտագործենք, իսկ սրանք կափարիչներով կամրացնենք և կտեղավորենք նկուղում։ Ես աղաջուր եմ պատրաստել, 1 լիտր ջրին լցրել եմ 1 ճաշի գդալ աղ, մի քիչ թույլ, քանի որ սա արդեն աղը կերած է։ Եվ ջուրը լցնում եմ տարաների մեջ, դե ինչպես գիտեք, մինչև բարձրանա։ Նույն նոր աղաջուրը այս ամանի մեջ եմ լցնում։ Կրկնում եմ 1 լիտր ջրին 1 ճաշի գդալ, այս անգամ թույլ ենք բռնում աղաջուրը։ Եվ ինչ ենք անում,
կափարիչներով փակում ենք սրանք, դնում ենք եռացնելու։ Այս տարաները մենք դնում ենք եռացնելու։ Հենց ջուրը սկսում է եռալ, այդ պահից սկսած 10 րոպեն լիարժեք բավարար է։ 10 րոպե հետո բանկաները ջրից հեռացնում ենք եւ կափարիչները ամրացնում ենք, թողնում ենք հանգստանա, սառչի եւ ուղարկում ենք նկուղ ձմռան համար։ Իսա կտեղավորեմ հենց այսպես սառնարանը եւ օգտագործենք։ Շատ համեղ է, պատրաստեք եւ թող անուշ լինի։